И Божья Церковь засвидетельствовала, что да. Եվ Աստծո եկեղեցին վկայեց, այո, նրանք առանձնացվում են այս գործի համար։ Блаженны те служители, Երանելի են այն ծառայողները, которые признают власть Церкви. որ ընդունում են եկեղեցու իշխանությունը։ Блаженны те люди, которые признают власть Духа Святого. Երանելի են այն մարդիկ, ովքեր ընդունում են Սուրբ Հոգու հեղինակությունը։ И они не разделяют Церковь Եվ նրանք եկեղեցին չեն առանձնացնում и Духа Святого, не Սուրբ отделяют от Սուրբ другого. Հոգուց։ Они принимают и Церковь, и Дух Святой в Նրանք тандеме. Это сила. ընդունում են եւ Սուրբ Հոգին եւ եկեղեցին եւ սա ուժ։ Третий риск, который я вижу, Երրորդ ռիսկը, որ ես տեսնում եմ, это потеря подотчетности. պատասխանատվության կորուստը, հաշվետվության, պատասխանատվության կորուստ։ Когда они выполнили свое дело, Երբ նրանք իրենց գործն էին արել, Павел и Варнава обратно вернулись в Антиохию. Պողոսն ու Բարնաբասը հետ վերադարձան Անտիոք։ И они отчитались, Եվ նրանք հաշվետվություն արեցին։ что делал Бог по всем этим городам. Ինչ էր արել Աստված բոլոր այդ քաղաքներում։ Я хочу задать вопрос каждому из нас. Ուզում եմ հարց տալ այսօր մեզնից յուրաքանչյուրի։ Как обстоит дело у нас с подотчетностью? Ինչպես է մեր հաշվետվության հարցը։ Есть ли люди в нашей жизни, которые могут задать вопрос, Կան մարդիկ մեր կյանքում, որ կարող են մեզ հարց տալ, которые могут спросить, как часто мы читаем Библию? որոնք կարող են մեզ հարցնել, որքան հաճախ ենք մենք Աստվածաշունչ կարդում։ Есть ли у нас проблема с десятиной или нет? Ունենք 10-րդի հետ կապված խնդիր թե ոչ։ Читаем ли мы Библию, чтобы только проповедовать, или в нашей личной жизни Бог говорит с нами? Մենք կարդում ենք Աստվածաշունչը միայն քարոզելու համար, թե կարդում ենք նրա համար, որ Աստված մեր անձնական կյանքում խոսի։ Есть ли те люди, которые могут спросить, что мы делаем с той властью, которую Бог нам дал? Ունենք մենք այնպիսի մարդիկ, որ իրավունք ունեն մեզ հարցնելու, մենք ինչ ենք անելու այն իշխանության հետ, որ Աստված տվել է մեզ։ Что мы делаем со всем этим? Ինչ ենք անում մենք այս ամեն ինչի հետ։ Есть ли реальная подотчетность? Или наша подотчетность номинальная? Ունենք իրական հաշվետվություն, թե մեր հաշվետվությունը ամենացածր մակարդակի վրա է։ Вы знаете, мы в постсоветской, в такой вот в церковной среде мы не любим подотчетность. Գիտեք, մենք հետ խորհրդային, ասենց եկեղեցիներ ասված, ոնց որ չենք սիրում հաշվետվություն։ Мы говорим, кто может вообще говорить в мою личную жизнь? Это мои личные отношения с Богом. Մենք ասում ենք, «Էտով կարա իմ անձնական կյանքի մասին ինչ-որ բաներ հարցնի, դա իմ անձնականն է Աստծո հետ»։ Но когда я читаю в Библию, Բայց ես երբ կարդում եմ Աստվածաշունչը, я вижу, что там нет ничего личного для служителей. ես տեսնում եմ, ոնց որ անձնական ոչինչ չկա ծառայողների համար, Что каждый служитель, որ յուրաքանչյուր ծառայող он свою жизнь, նա իր կյանքը он ложит под ноги Христа. դնում է Քրիստոսի ոտքերի առաջ, И второй, он становится подотчетным перед եւ братьями и сестрами. երկրորդը նա հաշվետու է քույրերի եղբայրների առաջ։ У каждого служителя должен быть свой пастор. Յուրաքանչյուր ծառայող պիտի ունենա իր հովիվը։ Мы нуждаемся в этом. Մենք կարիք ունենք սրան։ Мы нуждаемся, если кто-то увидит, что у меня здесь что-то поменялось, Մենք կարիք ունենք, որ տեսնենք, թե մեր մոտ ինչ որ բան է փոխվել, ով կուղղիս է։ тот, который будет говорить в нашу жизнь. Նա այն անձը, ով կխոսի մեր կյանքի մեջ։ Но если, как сегодня сказал епископ Иоанна, сами с усами, Բայց ինչ որ ինչպես այսօր ասեց մեր Հովանես եպիսկոպոսը, մենք ինքներս մեզնով, հա, մեր արատախոր բեղերին էլ կպանք, մենք մեր բեղերով, то это приводит к проблемам, սա բերում է խնդիրների, очень серьезным проблемам. լուրջ խնդիրների, Потому что, когда приходят потом проблемы, որովհետև երբ գալիս են խնդիրներ, դժվարություններ, очень часто потому, что вовремя не было того человека, который вовремя восстановил бы и գալիս сказал է бы, и указал շատ бы. հաճախ գալիս է այն պատճառով, որ չի եղել այն մարդը, որ ժամանակին խրատեր եւ հորդորեր կամ ցույց տար ասեր այդ ամենի մասին։ И если ты думаешь, что Дух Святой говорит с тобой лучше, чем с христианским сообществом, Եվ դու մտածում ես, որ Սուրբ Հոգին քեզ հետ ավելի լավ է խոսում, քան քրիստոնեական հասարակության հետ, կամ ասենք եկեղեցու մասն է խոսքը։ то у тебя проблема с гордыней. Ուրեմն դու հպարտության հետ կապված խնդիր ունես։ Если ты думаешь,
Եթե դու մտածում ես, что Дух Святой с тобой говорит лучше, որ Սուրբ Հոգին քեզ հետ ավելի лав է խոսում, чем с церковным сообществом. քան եկեղեցական խորհրդի հետ։ Скажи своему наставнику: наставник, твоя задача убить мое эго. Ասա քո խորհրդատուին կամ քո հովին այս բարագայում, խնդրիր, որ ինքը օգնի, որ քո եսը մեռնի, էգոիզմը մեռնի։ Дай ему это право. Տուր նրան այդ իրավունքը։ Дайте право вашим служителям. Տվեք իրավունք ձեր ծառայողներին։ Будьте подотчетны в своем служении. Եղեք հաշվետու ծառայության մեջ։ И неподотчетность, оно приводит к ересям, к проблемам. Եվ ոչ հաշվետու լինելը բերում է խնդիրների եւ հերձվածողությունների։ Один великий человек, один Божий муж сказал: Աստծո մի մեծ մարդ այսպես է ասել. я видел хороших лидеров, у которых нет наставника. Ես տեսել եմ լավ առաջնորդներ, որոնք չեն ունեցել իրենց վրա առաջնորդ կամ խորհրդատուներ։ Но не видел великого лидера без наставника. Բայց չեմ տեսել մեծագույն առաջնորդ առանց խորհրդատուի, Без наставника. առանց խորհրդատուի։ Так важно наставничество. Շատ կարևոր է, որ քեզ հորդորեն, խորհուրդ Мы տան։ можем сказать слава Богу за наших пастырей. Կարող ենք ասել փառք Տիրոջը մեր հովիվների համար։ Այո։ За тех людей, которые служат нам. Բոլոր այն մարդկանց համար, ովքեր ծառայում են մեզ։ Давайте нашим пасторам мы дадим право говорить в нашу жизнь. Եկեք մեր հովիվներին թույլ տանք, որ մեր կյանքի մեջ խոսեն։ Чтобы мне поехать в другую страну, мне нужна виза в паспорте. Որպեսզի ես գնամ մի ուրիշ երկիր, իմ անձնագրի մեջ պետք է վիզայի կնիկ։ И эта виза открывает мне двери, чтобы прийти в эту страну. Եվ այդ վիզան իմ համար դռներ է բացում, որ ես մտնեմ այդ երկիրը։ Давайте нашим служителям мы дадим такую визу. Եկեք թույլ տանք մեր ծառայողներին, հովիվների մասն է խոսքը, որ ունենան այդ վիզան։ Дать визу говорить в нашу жизнь. Տանք հնարավորություն, որ խոսեն մեր կյանքի մեջ։ И если ты сегодня служитель, Եվ եթե դու այսօր ծառայող ես, подойди к твоему пастору մոտեցիր քո հովին и скажи: я даю тебе право говорить в мою жизнь. եւ ասա, ես թույլ եմ տալիս, որ դու գաս, որ խոսես իմ կյանքի մեջ։ Даже если я обижусь, Եթե նույնիսկ ես կվիրավորվեմ, пожалуйста, не обращай на это внимания. խնդրում եմ դրան ուշադրություն Все равно չդարձնես։ говори. Միևնույնն է, խոսիր։ Если я иду в ад, Եթե ես դժոխք եմ գնում, я хочу быть предупрежденным. ես ուզում եմ անպայման զգուշացված լինել։ Если мои пути, они уже не Божьи, я хочу знать об этом. Եթե իմ ճանապարհներն արդեն էլ աստվածային չեն, Աստծո հետ չեն առնչվում, ես ուզում եմ դրա մասին իմանալ։ Не обращай внимания на мои обиды. Ուշադրություն մի դարձրու իմ վիրավորված վիճակին, հովիվ ջան։ Говори в мою жизнь правду. Խոսիր իմ կյանքի մեջ ճշմարտությունը։ Из уст священника ищут правды. Այո, թող քահանայի շուրթերը ճշմարտություն խոսեն, արդարություն խոսեն։ Вы знаете, написано, что в Израиле, что из уст священника ожидали правды. Գիտեք, ասում են, որ Իսրայելում քահանայի շուրթերից սպասում էին արդարություն։ Но в կամ 21 веке Բայց 21-րդ դարում из уст священника ждут мотивацию. քահանայի շուրթերից մոտիվացիա են սպասում։ Ждут мотивацию. Գնա վազի եւ այլն։ И множество проповедников, Եվ они не проповедники истины, они мотиваторы. Շատ քարոզիչներ ոչ թե քարոզում են ճշմարտությունը, այլ մոտիվացնում են, ոգևորում են։ И вы знаете, я очень часто в Инстаграме читаю, очень многие служителя пишут. Շատ եմ կարդում Instagram-ի մեջ, որ ծառայողները գրում են. Они пишут: христианский мотиватор. Քրիստոնեական մոտիվացնող կամ ոգևորող ինչ-որ մեկ Или мотивационный спикер. կամ էլ մոտիվացնող խոսնակ։ Дорогой брат, дорогая сестра, мы нуждаемся в духовных отцах. Թանկագին քույր եւ թանկագին եղբայր, մենք կարիք ունենք հոգևոր խորհրդատուների։ Аминь. Ամեն։ Давайте сейчас, сидя, просто закроем наши глаза. Եկեք այսպես նստած մեր աչքերը փակենք։ И каждый из нас мы поблагодарим Господа за наших духовных наставников. Եվ մեզնից յուրաքանչյուրը թող շնորհակալ լինի Տիրոջը իր հոգևոր խորհրդատուների համար։ За твоих служителей, за пастырей. Сейчас поблагодари Господа. Քո հովիվների համար, քո ծառայողների համար շնորհակալ եղիր Տիրոջը։ И если ты как-то, каким-то образом негативно относился, есть возможность покаяться. Եվ եթե դու ինչ որ մի պահի դու բացական ես իրանց մասին մտածել կամ վերաբերվել, հնարավորություն ունես ապաշխարելու։ И если ты сегодня
чувствуешь, что у тебя нет такого человека, за которого ты мог бы поблагодарить, это время задуматься. Եթե դու հիմա զգում ես, որ չկա այդպիսի մարդ, որի համար դու կարող ես շնորհակալություն հայտնել, մտածելու առիթ ունես։ Господь, Տեր, спасибо тебе за тех людей, которых ты поставил в нашей жизни. շնորհակալ ենք բոլոր այն ծառայողների մարդկանց համար, որ դրել ես մեր կյանքում։ Господь, Տեր, благослови их, Господи. օրհնիր նրանց, Տեր։ Благослови наше сердце, чтобы мы были готовы услышать, Господи. Օրհնիր մեր սիրտը, որ մենք պատրաստ լինենք լսելու, Чтобы мы были смиренными, Господи որ Боже. մենք խոնարհ լինենք, Տեր, Чтобы мы допускали этих людей говорить. որ մենք թույլ տանք այդ մարդկանց խոսել, Чтобы эти люди, որ այդ մարդիկ, они могли исправлять, որ կարողանան մեզ ուղղել, могли нас направлять. որ մեզ կարողանան առաջնորդել, ուղղություն ցույց տալ։ Во имя Иисуса Христа. Հիսուս Քրիստոսի անունով։ Аминь. Ամեն։ Аминь. Ամեն։ Когда я смотрю на тех людей, которые отдали свою жизнь за веру, Երբ ես նայում եմ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը տվել են հավատքի համար, их главным мотивом был Иисус. նրանց գլխավոր մոտիվացիան եղել է Հիսուս։ Это был Иисус, Նա Հիսուսն էր, не богатство. ոչ թե հարստությունը։ Не так давно я был в Норильске, Ոչ վերջերս ես Նարիլսկում էի, и мы приехали в место Норильск. Это крайний север, это крайний северный город в России. եւ եկել էինք այդ Ռուսաստանի ամենահյուսիսային, ամենածայր հյուսիսում այդ քաղաքը Նարիլսկ։ Там 3 месяца холодно, 3 ամիս այնտեղ ցուրտ է, а 9 месяцев очень холодно. իսկ 9 ամիս ղյամատ։